Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը երիտասարդ քաղաքական գործիչ է Շահեն Հարությունյանը։ Ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Նորմալ է, չէ՞, թե ես ձեզ Շահենով դիմեմ, ոչ թե պարոն Հարությունյան։ Շատ ավելի լավ է։ Մենք խոսենք, կփորձենք լինել հնարավորինս անկեղծ։ Եվ ձեզ դուր է գալիս ձեր քաղաքական գործունեությունը։ Շատ։ Այսինքն ձերն է, քաղաքականությունը ձերն է։ Իրականում կարծում եմ երևի թե այստեղից դուրս ոչինչ ինձ շատ հետաքրքիր չի, իհարկե ես նաև որոշակի գիտությամբ եմ զբաղվում, վերջերս պաշտպանեցի գիտության տեխնոլոգիական պատմության վերաբերյալ ուղղությամբ, շատ ինձ հոգեհարազատ է այդ ոլորտը նույնպես։ Ինչ թեմայով եք։ Այլախոհությունը խորհրդային Հայաստանում։ Ինչու հենց այդ թեման։ Դա մեր պատմության կարևորագույն ժամանակափուլերից մեկն է եւ ամենաքիչ լուսաբանված։ Իհարկե թողենք մի կողմ այդ ընտանեկան հանգամանքը, որին պապիկը, հետո նաև հայրս այդ ընտանեկան բանը կա այդ անկախության պայքարի տարիներին, բայց պատմության, պատմագիտության տեսանկյունից դա շատ կարևոր է, որ լավ լուսաբանում լինի եւ առաջին ատենախոսություններ հենց այդ թեմայով եւ փորձեցի ինչ որ մի կերպ խթանել այդ թեմայի վերանումը, բարձրաձայնումը, արխիվներ ուսումնասիրեցի, հարցազրույցներ, շատ հետաքրքիր շրջան է եւ հույս ունեմ մի օր լայն շրջանակներ արդեն մինչև ձեր քաղաքական գործունեությանն անցնելը եւ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ զրուցելը ես ուզում եմ ձեզ մի հարց տալ։ Դուք երեք նայեցիք Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Այո։ Եվ ձեր տպավորությունը ինչ եք կարծում։ Գիտեք, ոնց որ 2021 թվականը լիներ։ Երբ 2021 թվականները, երբ հասարակությունը միտինգներ էր իրականացնում, երթեր եւ Նիկոլ Փաշինյանին կոչում էին դավաճան։ Ահա։ Եվ օրերից մի օր Պուտինը ասաց, որ չէ, հեչ էլ դավաճան չի, տղամարդ էր, որ սկսեց լուծել այդ խնդիրները բավականին մեծ ազդեցություն։ Այսինքն կարծում եք, որ երեկվա հանդիպման ժամանակ Պուտինն աջակցում էր Փաշինյանին։ Վստահ եմ, եւ այն թեման ինչ որ արծացվեց այստեղ մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր առաջնորդող, այսպես ասենք, ուժի նկատմամբ այդ խոսակցությունը որ եղավ, ես կարծում եմ, որ դա էլ ուներ միտումնավոր ինչ որ նկատառումներ, որովհետեւ ինչ առումով, այսինքն ինչ ասեց ձեզ Պուտինը Փաշինյանին, ասեց թող Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրություններին, թե ոչ։ Քաղաքականությունը շատ խորքային է եւ կամ Ես ուզում եմ որ դուք ձեր տպավորությունները։ Հա, իմ տպավորությունները եւ լինում են դեպքեր, երբ որ մի բան ես ասում, նպատակ ունենալով այլ արդյունք ստանալ, որովհետեւ ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերարտադրել իր իշխանությունը, այս աղետաբեր իշխանությունը, եւ ասում է, որ մենք անկախության ջատագողներն ենք, պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը ռուսական դրածոներից եւ կոնկրետ ինչ որ մարդկանց կամ անվանապես ինքը, անձնապես ինքը, կամ իր թիմակիցները ասում են շեշտադրումներով։ Իհարկե հայտնի է, որ այդ ուժը բնականաբար ունի պրոռուսական հացներ, դա գաղտնիք չէ, իրենք չեն թաքցնում եւ այլն եւ այլն։ Այդ ուժը նկատի ունեք ուժեղ Հայաստանը։ Այո։ Իրենք պրոռուսական են ըստ ձեզ։ Այո, ես վստահ եմ դրանում եւ չեմ կարծում թե հասարակության մեջ այլ կարծիք մարդիկ այդքան տեսեք, դուք ասում եք, որ մեր ուժը պրոռուսական է եւ անիմաստ եմ համարում հարցնել նաեւ Հայաստան դաշինքի մասին, որտեվ եւ դրա հետ մեկտեղ ես լսեցի ձեր հայտարարությունները եւ հայտարարություններից մեկն այն մասին էր, որ բոլորովին վերջերս արված հայտարարություն, որ դուք բացառում եք համագործակցությունը իշխանությունների կամ ռուսամետ ուժերի հետ։ Արել եք նման հայտարարություն։ Բայց ակնհայտ է, չէ՞, որ ոչ դուք, ոչ Հայաստան դաշինքը, ոչ էլ առաջատար ընդդիմադիր ուժ համարվող ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի հետ չեն հավաքելու 50+։ Ես ճիշտ եմ։ Ենթադրաբար այո։ Ենթադրաբար այո։ Այսինքն ընտրություններից հետո, եթե անցնում եք այդ շեմը եւ հայտնվում եք ազգային ժողովում, պետք է ինչ որ ընտրություն կատարեք, կամ միանաք Փաշինյանին, կամ միանաք այդ ուժերին, որոնց դուք ռուսամետ եք համարում։
տեսեք, դուք պնդում եք այն թեզը, ինչը անդադար իշխանությունների կողմից հրամցված է հայ ժողովրդին։ Մենք ասում ենք ոչ, երկընտրանքը այդ երկուսի մեջ չի։ Գոյություն ունեն այլ ուժեր, այլ հնարավորություններ եւ քաղաքականությունը, ասում են, հնարավորի եւ անհնարինի մասին է։ Մենք ինչ ենք խոսում նախընտրական փուլում դերևս ամբողջովին չէ մեկնարկել նախընտրական փուլը հետընտրական գործընթացների մասին։ Մենք չգիտենք ովքեր են մասնակցելու ընտրություններին, ովքեր են գրանցում ունենալու կամ չունենալու։ Ամենայն լրջությամբ հավատում եք, որ կան արևմտամետ ուժեր, որոնք կանցնեն ձեզ հետ միասին ազգային ժողով եւ իրենց հետ դուք կոալիցիոն կառավարություն կկազմեք։ Գիտեք, մենք ինքներս մեզ էլ այդպես չենք համարում արևմտամետ ուժ, ոչ, գիտեք, հայամետ ուժեր միայն, ոչ ռուսամետ ուժեր։ Համայն դեպս այդպես ասենք, ես հիմնականում միշտ ասում եմ, որ այս ազգայնական դիրքավորում ունեցող մեր կուսակցությունն էլ ինքս էլ մեր քաղաքական իմաստով դրան ենք եւ մենք հետամուտ ենք բացառապես Հայաստանի ազգային ու պետական շահերին։ Սա բան հստակ է։ Եվ տեսեք, Նիկոլ Փաշինյանին մենք ոչ մի կերպ պետք է մեր մասնակցության ձևաչափերով թույլ չտանք վերարտադրվել իշխանությունների վրա, որտեղ մենք համարում ենք դա կործանարար մեր երկրի համար։ Այն ինչ որ հրամցնում են հայ ժողովրդին։ Այսինքն դա հստակ կարմիր գիծ է, որը դուք չեք հատելու։ Իհարկե։ Okay։ Իսկ մյուսների հետ կապված մենք ոչ միայն սա է, նախկին ու ներկա համակարգերից մենք պետք է դուրս գանք։ Հայ ժողովրդին պահում են այս փակ շղթայի մեջ, մեզ բոլորիս պահում են այդ շղթայի մեջ, ասում են չես ուզում Նիկոլ Փաշինյանին այս ներկա իշխանություններին ընտրություն կատարի նախկինների կամ այսպես նույն տրամաբանության մեջ եղած ուժերի մեջ, նրանց չես ընտրում, այդպես չի, մենք պետք է պատմաբան հարցնեմ Շահեն, տեսեք։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ կան ուժեր, մեծ անդիմադիր ուժեր, որոնք ամենայն հավանականությամբ ավելի շատ ձայն կհավաքեն քան ձեր ուժը, բայց կա նաև հնարավորություն ստեղծել կոալիցիոն կառավարություն, որում կլինեն եւ ռուսամետ ուժեր, եւ ինչպես դուք եք ասում, ես օրինակ ուժեղ Հայաստանին ռուսամետ ուժ չեմ համարում, եւ ավելին ասեմ, երևի թե ռուսամետ ուժ չեմ համարում նաեւ Հայաստան դաշինքը, որտեվ իրենց հայտարարությունները բավականին բալանսավորված են եւ ես համոզված եմ, որ իրենք շատ հարցեր ունեն Ռուսաստանին եւ եթե գան իշխանության, այդ երկու ուժերն էլ այդ հարցերը բարձրաձայնելու են։ Բայց դնենք մի կողմ, օքեյ, հասարակությունը համարում է Հայաստան դաշինքը ռուսամետ ուժ, Ծառուկյանին բելարուսական կամ ռուսամետ ուժ, ուժեղ Հայաստանն էլ քանի որ ղեկավարում է Սավել Կարապետյանը, որ համարվում է ռուսաստանցի միլիարդատեր, իրենց էլ են համարում ռուսամետ ուժ։ Եվ կաք դուք, հա, որ ռուսամետ չեք եւ ասում եք, որ դուք հայամետ եք։ Իսկ ճիշտ չի, որ դուք բոլորդ լինեք մի կառավարության կազմում եւ բալանսավորեք Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Գիտեք, շատ երկար է հարցը, բայց ռուսամետ լինել եւ հակառուս լինել կամ արևմտամետ, այս նրանք ամբողջովին պետքա բխի Հայաստանի ազգային ու պետական շահերից։ Ես էլ եմ դրա մասին ասում։ Բնականաբար, ընդհանրապես պրակտիկան ցույց է տալիս նամանավանդ հետխորհրդային երկրներում, որ եթե իշխանությունները ունեն ավելի ընդգծված հակառուսական դիրքորոշում, ընդդիմությունը բալանսավորում է դեպի պրոռուսական։ Եվ նույնը հակառակը, եթե պրոռուսական ընդդիմությունը հակառուսական է։ Հայաստանը երևի միակ բացառիկ երկրներից է, որ թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը պրոռուսական ուղղվածություն ունեն։ Ճիշտ է, հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ասում է, որ նա պրոռուսական չէ, բայց դրան ես չեմ հավատում, սա հենց լավագույն պրոռուսական իշխանությունն է, չունենալով պրոռուսականի այդ իմիջը, ոնց օրինակ նախորդ իշխանությունները ունեին, որովհետեւ եթե մենք փաստերով նայենք, ոչ միայն չեն եղել քայլեր Ռուսաստանից կախվածության թույլատվեն, այլ ավելի մենք կախվածության մեջ ենք ընկել, ի վերջո իմիջիալոց այդ մեր այս վերջին Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում արդեն պարզ ասաց, որ միշտ զանգել եմ, ձեզ տեղակ եմ պահել, մենք քննարկել ենք, դուք տեղակ եք եղել ամբողջ գործընթացից։ Ավելին նա ասաց, որ ես ճանաչել եմ Արցախը, Ադրբեջանի, ու իհարկե ինքը ասաց նա բանը, Լեռնային Ղարաբաղը, միայն նրանից հետո, երբ դուք երկու անգամ նման հայտարարություն եք, իսկում է սրանից ավելի վատ հայտարարություն նորագույն պատմության մեջ Հայաստանի որևէ իշխանություն չի արել։ Ճիշտ է, բայց եթե մի քիչ հետ գնանք, մենք գիտեք ուղղակի որոշ բաներ պատերազմից առաջ էր տեղի ունենում դեր, ու հիմա մի քիչ մարդկանց շողության մեջ սիրիազորք ուղարկելը, ամերիկյան լաբորատորիաներում ռուսական մուտքի ապահովումը, սրանք արվել են այս իշխանությունների կողմից։
Օրինակ ես հիշում եմ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, որի դեմ մենք շատ ուժեղ պայքարել ենք, որովհետև այդ համակարգը մեր համար անընդունելի էր։ Հայրս 6 տարի բանտարկված է եղել իր 10 տարվա կառավարման մեջ, պլյուս դրան 13 թվականից։ Ես եմ շատ այսպես հալածվել, դատապարտվել։ Բայց ես հիշում եմ Սերժ Սարգսյանն ասեց մենք սիրազորք չենք ուղարկելու, մենք ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր եւ այլն եւ այլն։ Ու իրենք պրոռուսական իշխանություն են իրականում։ Ու հիմա թող ինչ-որ մեկը ինձ ասի, որ այս իշխանությունները պրոռուսական չեն։ Մենք դնենք Ռուսաստանը մի կողմ, ես ավելի կարևոր հարցեր ունեմ ձեզ հետ քննարկելու։ Միայն մի հարց տամ այս թեմայով որպես պատմաբանի, հա։ Դուք օրինակ նայեք հետ պատերազմյան երկրները, Բալթյան երկրները մի կողմ դնենք, մնացած բոլոր երկրները։ Ձեր կարծիքով հետ խորհրդային որ երկիրն է այսօր ամենաշահեկան վիճակում Ռուսաստանից բացի։ Բալթյանները դուրս են թողում։ Բալթյանները դուրս են թողում։ Բարդ է ասել, բայց ամենայն դեպս մի բան հստակ է, որ շատ չեն, էլ ասենք ունեք Եվրոպայում գտնվող երկրները, մեր տարածաշրջանում ամենաշահեկան վիճակում որ երկիրն է։ Հարաբերական է շահեկան ասված։ Ինչի համեմատությամբ շահեկան։ Օրինակ ես կարծում եմ տարածքային ամբողջականությունը պահպանել է, որ տնտեսությունը զարգանում է, որ ինչ որ շատ լուրջ ճգնաժամերի մեջ չի եղել։ Հիմա Վրաստանը եւ նաեւ Ադրբեջանը շատ ավելի շահեկան վիճակում են գտնվում, քան մենք խոսենք մեր տարածաշրջանի մասին, որովհետեւ երբ որ տեսնում ենք այդ պետությունների զարգացման տենդենսները ու մերը, մենք հասկանում ենք, որ մենք աղ է տալի իրականության մեջ ենք։ Վրաստանում այսօր ռուսամետ իշխանություն է, այո, իսկ Ադրբեջանից պետք է սովորել կոմպլեմենտարություն։ Ճիշտ է, բայց ինչ ենք մենք մտածում, որ այս ամեն ինչը այսպես շատ արագորեն պետք է տեղի ունենա։ Հայաստանում դեռ ապրում է եւ ոչ միայն Հայաստանում, հետ խորհրդային տարածաշրջանում ապրում է այն սերունդը, որն ասում է սովետական միությունը խորհրդային պետությունը շատ լավն էր։ Հայաստանում ապրում են մարդիկ, որոնք ասում են մեզ Ստալին է պետք։ Ստալին, որը գնդակահարում էր մարդկանց, Ստալին, որը ինչ ասես անում էր։ Տեսեք, քանի դեռ այս մեր մտածողությունը չի փոխվել, այստեղ արդեն համադրություններ իրականացնելը շատ դժվար է, նաեւ պատմության տեսանկյունից։ Յութքա սերունդ փոխվի, սերնդափոխություն տեղի ունենա, ինչը որ մենք հիմա ձգտում ենք նաև քաղաքականության իմաստով։ Եկեք գանք նաև խոսակցությունը բերենք դրան։ Սերնդափոխություն մենք պետք է իրականացնենք։ Իսկ սերնդափոխությունը դա 60 տարեկանի, 30 տարեկանով փոխարինելու մասին չի, այլ նոր սերնդի, նոր մտածողության եւ իհարկե նոր արժեհամակարգի մասին է։ Շահեն ջան, դուք երիտասարդ քաղաքական գործիչ եք, ինձ համար բավականին համակրելի։ Ես համոզված եմ, որ ձեր քաղաքական հայացքները ժամանակի ընթացքում որոշ առումով կշտկվեն եւ կփոխվեն, ավելին ասեմ, համոզված եմ, որ ու եւ դա Աստված վրա այդպես լինի, որ դուք մի որոշ ժամանակ հետո իսկապես լինելու եք իշխանության մի մաս Հայաստանում եւ ինձ շատ հետաքրքիր կլինի այն ժամանակ ձեզ հետ խոսել եւ համոզված եմ, որ դուք այլ բան եք ասելու ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը կամ աշխարհակաղակական հարցերին։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել երիտասարդների մասին։ Մի հարց, որը ինձ բավականին շատ է հուզում, ասեմ ինչու, որովհետև նաև վերջին իրադարձությունները այդ դպրոցականին ձերբակալելու, կալանավորելու եւ այլ ցույց է տալիս եւ ընդհանրապես Փաշինյանի ժամանակից շուտ սկսված ընտրարշավը նաև ցույց է տալիս, որ Փաշինյանն ամենակիչ աջակիցները ունի հենց երիտասարդների շրջանում, հատկապես 18-ից 25 տարեկանների շրջանում։ Ըստ ձեզ, դա իսկապես այդպես է։ Չգիտեմ։ Նման ուսումնասիրություն չունեք։ Ունենք, որ 18-ից 25-ի համար եմ ասում, ես չգիտեմ, բայց գիտենք, որ միջին տարիքային խումբը, այսինքն միջև 50 տարեկանի շեմը, 18-ից միջև վերև, Փաշինյանն ունի կատաստրոֆիկ հայտարարակ ցուցանիշներ։ Ինչքան։ Եկեք տոկոսների մասին չխոսենք, որովհետև 20-ից ցածր է։ Վստահ եմ, այո։ Վստահաբար այո, եւ ավելի շատ երևի ցածր կլինի իր տոկոսը, ընդհանրապես Փաշինյանը հիմա ունի ճգնաժամային տոկոսային շեմ։ Եվ բայց կարող է վերընտրվել թոշակառուների ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ոչ միայն, ցավոտ մի իրականություն, ձայների փոշիացում կարող է տեղի ունենալ։ Հիմա մեր քաղաքական դաշտում խմորումներ են տեղի ունենում, մասնավորապես ընդդիմադիր քաղաքական դաշտում այդ խմորումները շարունակվում են եւ հույս ունեմ դեռ ժամանակ կա, մինչեւ ապրիլի 23-ը այդ ժամանակը մենք ունենք, ընդդիմադիր դաշտի մասն եմ խոսում ուժերի գիտակցել այդ բայլրջությունը նաև այդ իմաստով, որ յուրաքանչյուր փոշիացած քվե դա օգուտ է լինելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրման համար։ Դուք այդ ըստ ձեզ այդ ընդդիմադիր ուժերը, ովքեր մասնակցել են ընտրություններին եւ չեն հավաքելու
4%-անոց շեմը չեն կարողանալու հաղթահարել, իրենք հասկանում են, որ նման արդյունքը ազգային ժողով չանցնելը 1 կամ 2% հավաքելը նման է լինելու քաղաքական ինքնասպանության։ Չգիտեմ իրենք հասկանում են թե չէ, բայց յուրաքանչյուր ընտրությունների ժամանակահատվածում միշտ լինում են նման ուժեր, հայտնվում են ընտրությունների ընթացքում, փոշիացում են ձեներ ու մեկը դեմից որ կորեցին ու կորեցին։ Բայց մենք հիմա հասկանում ենք, չէ՞, որ 21 թվականի սցենարը եթե կրկնվեց, Հայաստանը հայտնվելու է բարդագույն վիճակում։ Եվ հիմա մենք տեսնում ենք միևնույն ժամանակ, որ այո, մեր քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք գիտակցում են այդ լրջությունը եւ կամ ընդհանուր դաշինքներ են ձևավորում, ոնց որ օրինակ մենք գնացել ենք, այսինքն մենք միշտ մտածել ենք ինքնուրույն առանձին մասնակցության մասին, Նույնիսկ իրականությունը մեզ դրդեց, որպեսզի մենք քննարկենք դաշինքային տրամաբանությունը, ինչը շատ լավ ընթանում է։ Դուք հիմա միասնության թվեր Թաթոյանի ղեկավարած միասնության թվեր այդ ուժի մի մասն եք, մենք դեռ չգիտենք ինչ ձևաչափով է այդ ուժը մասնակցելու ընտրություններին։ Առաջիկայում կլինի համագումար։ Այո, ես դրա համար չեմ հարցնում։ Իսկ կան ուրիշ փոքր կուսակցություններ, ովքեր այս պահին դեռ բանակցում են ձեզ հետ։ Այո, քաղաքական խմորումների երբ որ նշեցի, խոսքը նաև մեզ էր վերաբերվում։ Այո, մեզ հետ արդեն կան որոշակի միավորված շրջանակներ, բանակցությունները շարունակվում են եւ մենք մշտապես փորձում ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած, երբ որ սկսեցինք բանակցությունները, քննարկումները, հիմնական միտումը եղել է հնարավորինս շատ ուժերի համախմբում իրականացնել։ Իսկ կարող ենք ընդհանուր խոսքերից անցնել ինչ որ առարկայական զրույցի եւ կոնկրետ ուժերի նշել ում հետ որ բանակցում եք։ Գոնե մեկ երկուսի անունը։ Եկեք այդ մասին խոսենք հետո։ Ահա։ Որովհետեւ ընդհանուր միջև այստեղ գալա այսօր մենք բանակցություններ ենք ունեցել, այստեղից առաջ շարունակվող եւ նոր բանակցություններ են։ Շատ լավ, ըստ ձեզ կուսակցությունների թիվը, ովքեր կմասնակցեն ընտրություններին, ավելի շատ կլինի թե ավելի քիչ կան 21 թվականին։ Եթե նույնաչափ պետք է որ լինի 20-25 ուժի սահմանաչափ։ Իսկ դուք գիտեք, չէ՞, ինչ տոկոս է փոշիացվել 21 թվականը։ 20% փոշիացվել է, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ոնց է այսպես մեծ բաժան։ Դուք հասկանում եք, չէ՞, որ եթե նույն քանակի կուսակցություններ են մասնակցում, նույն 20%-ը փոշիանալը։ Գիտեք, մի քիչ դժվար իրականություն է, որովհետև սոցհարցումները հիմա տարբեր ուղղություններով իրականացրած ազնիվ սոցհարցումներ, որոնք շատ ժամանակ իրականությունից տարբերվում են, այսինքն իրականություն նկատի ունեմ հանրային ինչ որ հրապարակվում են, ցույց է տալիս, որ ոչ թե անցնում են 2 կամ 3 ուժ, այլ առնվազն 5 ուժի մասին վկայում է, որ այդ ուժերը անցնելու են պարլամենտ։ Այո, դրանց մասին ես չեմ խոսելու, ես չեմ կրկնելու այն սխալը, ինչ որ արեցին երկրորդ նախագահը, երբ որ բևերեց իր եւ Սամվել Կարապետյանի ուժի վրա, այս վերջերս ոնց հասկացանք Սամվել Կարապետյանի ուժի ներկայացուցիչն էլ նման բևերում արեց, Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյան, դա ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում շատ մեծ խնդրահարույց հարց է, որովհետեւ եթե դու իրականում նպատակ ունես ազատվելու այս իշխանություններից, հա, դու քո ընտրական պայքարը տար, դու եղի ընդդիմադիր ուժ, բայց երբեք մի փորձի մյուս ընդդիմադիրներին ստվերել չեզոքացնել եւ միասնության թվերը եւ դուք անձամբ երբեք անցնելու փողոցային ակցիաների։ Ինչ նկատի ունեք փողոցային։ Ես դες չեմ պատկերացնում այսպես միայն ստուդիայում նստած քաղաքական գործիչ կամ միայն ամբիոնից խոսող քաղաքական գործիչ է։ Մենք շատ լավ հասկանում ենք, եթե երիտասարդները չլինի երիտասարդների համախմբում, չլինի երիտասարդների զարթոնք, չլինեն երիտասարդները փողոցում, այս իշխանություններին հեռացնելը շատ բարդ է լինելու։ Նկատի ունեք ընտրությունների ժամանակ։ Մինչև ընտրություններ փողոցային շարժում չեք անելու։ Մենք հանրահավաքներ, երթեր, որ մենք հասարակությունը տեսնի, որ երիտասարդները ակտիվ են, երիտասարդները մաս են կազմում այս քաղաքական process-ներին եւ երիտասարդների շրջանում կա նման ցանկություն իշխանապողության։ Մենք անելու ենք ամեն հնարավորը մեր առջև դրված նպատակներին հասնելու համար, պահպանելով մեր սկզբունքներն ու կարմիր գծերը։ Ինչ է կան։ Հիմա տեսեք, հիմա նախ այդ խմորումները իրենք իրականում շատ Okay, խմորումները դնեք նիկոլ չենք խոսում։ Չէ, շատ կարևոր են, որտեղ կան հստակ ժամկետներ,
Ինչով ապրիլ 23-ը Այսինքն չեք կարող հիմա անցնել փողոցային ակցիաների, քանի դեռ ուրիշ բանով եք զբաղվում ենք իրականացնում, գյուղերով ենք այցելում, մարդկանց հետ ենք շփվում։ Իսկ ձեր գրաֆիկում երբ են նախատեսված այդ հանրահավաքները, երթերը նախատեսված են։ Որոշ բաներ այո նախատեսված են բնականաբար, նամանավանդ գիտեք նախընտրական փուլը ես չեմ պատկերացնում գրասենյակներում։ Ես ուղղակի Շահեն ջան անկեղծ ասեմ, ես քանի պատրաստվում է այս ոդքասթին ուսումնասիրել եմ ձեզ եւ ինձ համար շատ զարմանալի է, որ ունենալով ձեր նման անդամ, ձեր քաղաքական դաշինքը ուժը չի նախաձեռնում փողոցային միջոցառումներ, որովհետեւ դուք կարող եք փողոց անել երիտասարդների, մեծ թվով երիտասարդների եւ երիտասարդները կրկնեմ դա այն ուժն է, որը որ քիչ է ներգրաված այսօր քաղաքական գործընթացներին եւ որտեղ Փաշինյանը ունի շատ ցածր վարկարիչ։ Ճիշտ եք ասում, բայց այդ ամեն ինչին նախապատրաստվելը պետք է։ Մենք երկու ամիս է մնացել ընտրություններին։ տարերային փուլից պետք է անցում կատարենք ավելի կառուցողական անգամ փողոցում։ Ու ես ասեմ, չեմ պատկերացնում մի ռեալ նախընտրական process առանց փողոցի։ Դու պետք է փողոցում աշխատանք կատարես։ Դա կլինի երթի տեսքով, հանդիպան տեսքով, միտինգի տեսքով, ամեն հնարավոր ջանք պետք է օրինակ այո մենք նախատեսում ենք հանրահավաք իրականացնել։ Այս մասին խոսալու ենք առաջիկայում, երբ որ ամբողջականա թիմը ում հետ երբ է հայտնի լինելու, որ ինչ ձևաչափով եք դուք գնում ընտրությունների։ Առնվազն ոչ ուշ քան ապրիլի 23-ը։ Ոչ ուշ քան ապրիլի 23-ը։ Այսինքն մինչ այդ կլինեն հանդիպումներ, խմորումներ։ Ավելի շուտ քան ապրիլի 23-ը, ես չեմ խոսում, էլի որ։ Ինչ է անելու մեր ձևով ուժը եւ ինչ է կանելու, ինչ խորհուրդ եք տալու դուք ձեր թիմին, եթե իշխանությունները այդուամենայնիվ գնան Սամվել Կարապետյանի ուժին չգրանցելու ճանապարհով։ Նկատի ունեք ընդդիմությանը իրենց ինչ են խորհուրդ տալու։ Չէ, դուք ինչ եք, դուք անձամբ ձեր թիմին ինչ եք խորհուրդ տալու։ Ինչ պետք է անեք այդ դեպքում, ձեր ռազմավարությունը ո՞րն է լինելու։ Վտանգ, որ մեզ մոլդովական սներով կարող են հեռացնել։ Ձեզ չէ, Սամվել Կարապետյանին են հեռացնում։ Այդտեղ արդեն Սամվել Կարապետյանի խնդիրն է, թե իրանք ինքը իր թիմին ինչ խորհուրդ կտա։ Մենք ունենք մեր ծրագիրը, մենք ունենք մեր նպատակները։ Չէ, բայց դուք կա ընդհանուր ընդդիմադիր դաշտ, չէ՞։ Ճիշտ է։ Գոյություն ունի ընդդիմադիր դաշտ։ Ընդդիմադիր դաշտի ամենամեծ ուժին իշխանությունները չեն գրանցում եւ դա չի կարող բացասական չազդել ընտրությունների արդյունքների վրա։ Եվ դուք որպես այն հիմնական 4 ուժերից մեկը չեք քննարկել սա, ռազմավարություն չեք մշակել, ինչ եք անել։ Եկեք գիտեք իրադարձությունների զարգացումը իհարկե մենք կանխատեսում ենք թե ինչ կարող է լինել, բայց եկեք խոսենք փաստերով, երբ որ չգրանցեն, արդեն մենք մեր հանրային դիրքորոշումը կունենանք ըստ էության, նորից եմ կրկնում, մենք գնում ենք մեր հստակ ճանապարհով։ Մենք ունենք հստակ գաղափարախոսություն, ձևավորում ենք թիմը դեռ չի վերջնականացել, այն համագործակցային ուժերը, որոնց հետ գնալու ենք այս ընտրություններին, եւ բնականաբար յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մենք ունենալու ենք մեր դիրքորոշումները։ Կլինի նման իրավիճակ, բնականաբար մենք հանդես կգանք մեր գնահատականներով, դա անքննարկելի եւ անխուսափելի է։ Հայաստանյան ընդդիմադիր դաշտում կա ուժ, բացի ձեր սեփական ուժից, որը ձեզ համար համակրելի է։ Ձեզ համար, Շահերի համար։ Գիտեք, Պաուլ Հարիկյանը, ես մի անուն ասեմ ինքը որպես սիմվոլ, Պաուլ Հարիկյանը առնվազն 20 տարի իր կյանքից եւ ազատությունից ներդրել է Հայաստանի անկախության համար եւ բնականաբար, եթե միշտ նման հարց լինում է, ես միշտ ասեմ Պաուլ Հարիկյանը իր կուսակցությունը։ Պաուլ Հարիկյանն իր կուսակցությունը։ Իսկ չեք կարծում, որ Թրամփի դարաշրջանում ավելի այլ հարցերն ավելի կարևոր են եւ այդ նույն պրիզմայով սովետական միություն, Ռուսաստան, նայել Հայաստանին եւ Հայաստանի անվտանգությանը մի քիչ սխալ է։ Ինչու՞։ Որովհետեւ այլ դարաշրջան է։ Այլ դարաշրջան է, բայց որովհետեւ մենք այսօր խնդիր ունենք ոչ թե Ռուսաստանից է մեր սպառնալիքը ու վտանգը, այլ Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ ունենք իշխանություններ, որ արդեն գրեթե 4 տարի է հայաստանցիներին համոզում են, որ վտանգը գալիս է Ռուսաստանից, իրականում թուրքերն ու ադրբեջանցիները բոբո չեն, այլ շատ լավ բարեկամ մեզ բարեկամ ազգեր են, Ռուսաստանն էր մեզ խանգարում, թե չէր լինի ոչ ցեղասպանություն, ոչ Արցախի հայաթափում եւ այլ եւ այլ։
Ես ճիշտ չէ։ Ուրեմն միջև այս իրադարձությունները մեզ համոզում էին, որ ռուսը մեր փրկիչն է, վատը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Մենք ասում էինք, որ ոչ, այդպես չի։ Ռուսներն ու թուրքերը 1920-21 թվականներին կիսել են Հայաստանը 3 մասի։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև զրկելով մեզ մեր անկախությունից։ Այս իշխանությունները Իսկ մինչև այդ մենք անկախ էինք, շայն։ 1918 թվականին մենք ունեցել ենք մեր անկախ պետականությունը։ 2 տարվա Բայց հենց այդ ժամանակ եկան զրկեցին մեր անկախությունից։ 2 տարի ենք ունեցել անկախություն, իրենք չեն զրկել մեզ։ Դաշնակներն ինքնակամ իշխանությունը հանձնել են բոլշևիկին, որ ունենան գոնե այսօրվա Հայաստանի սահմանները։ 20 թվականին։ Երբ կոնկրետ դեկտեմբերի 2-ին, իսկ դուք գիտեք 1920 թվականի օգոստոսին ինչ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև սրտագին եւ անկեղծ բարեկամության մասին, որը Մոսկվայի 1921 թվականի երկրորդ կոնֆերանսով հաստատվել է։ Կրթությամբ պատմաբան։ Շատ լավ, հիմա շատ լավ գիտեմ։ Այսինքն իրադարձությունները պետք է Եվ նույնիսկ այդ պատմական հուշարձանի մոտ նկարահանվել է Great Armenian գլխարկով։ Հիմա տեսեք Ստամբուլում նկատի ունես։ Տեսեք հիմա ինչ process են ընթանում։ Մեզ խափում էին, ասում էին, որ նա մեր փրկիչն է, նա մեր թշնամին է։ Այս իշխանությունները նույնությամբ հակառակն է, ասում են, որ չէ, նա մեր բարեկամն է, կամ այդպես թուրքերին ասում են վտանգ չկա կամ այդպես, նա մեր թշնամին է։ Հիմա պետք է խոսալ ճշմարիտը։ Որն է ճշմարիտը։ Ճշմարիտը, որ եթե դու անկախ պետականություն ես ու իրապես անկախ ես, դու պետք է բոլորից վտանգ սպասես եւ բոլորի հետ համագործակցելու հնարավորություն քո պետական շահից տրտված։ Ճշմարտությունը նրա մասին չի, որ նրանք մեր խաղաղությունն են ուզում, մեր լավն են ուզում, եւ ճշմարտությունը նա չի, որ Ռուսաստանը մեր փրկիչն է։ Ճշմարտությունը մի բան է, որ դու անկախ պետականություն ես, ու դու պետք է ճշմարիտ խոսես թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի եւ թե աշխարհում բոլոր պետությունների հետ։ Գոյություն ունի 1921 թվականի Մոսկվայի պայմանագիր, որով կարգավորվում է ներկայումս թե մեր տարածաշրջանը եւ թե բնականաբար հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները։ Ադրբեջանը ինչպես ուզում խախտում է այդ պայմանագիրը։ Բայց դա չի նշանակում, որ այդ պայմանագիրը գոյություն չունի եւ Ադրբեջանը այո դուք ճիշտ նկատեցիք վերջերս Նախիջևանի այո սահմանադրությունից հեռացրեց Կարսի եւ Մոսկվայի պայմանագրի մասին դրույթները, այն դարձրեց որպես իրենց տարածքային ամբողջականության մի մաս եւ ըստ էության Ռուսաստանը դրա դեմ ոչինչ չի անում։ Բայց հարկ եղած դեպքում մշտապես ռուսներն ու թուրքերն ասում են, որ իրենք պահպանում են հարաբերությունները։ Ժամանակաշրջանում, երբ Իսրայելը համոզում է Միացյալ Նահանգներին հարվածներ սկսել, պատերազմ սկսել Իրանի դեմ, մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը 4 տարի է արդեն Եվրոպայի կենտրոնում ագրեսիվ պատերազմ է վարում, մի ժամանակաշրջանում, երբ Թրամփը գնում է մարդիկ է ուղարկում, որ մեկ այլ երկրի նախագահին պարզապես անկողնուց անեն բերեն Միացյալ Նահանգներ բանդ, այդ ժամանակաշրջանում ձեր ասած սկզբունքներից խոսելը, ձեր ասած պատմական պայմանագրերից խոսելը մի քիչ սխալ է, պետք է ավելի իմ կարծիքով, չեք կարծում, որ պետք է ավելի սթափ լինել եւ հայկական շահերը տանել առաջ առանց ոչ մի հին պատկերացումների։ Իրականում այդ հարցը ավելի ճիշտ կնի տալ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ չէ, բայց դուք էլ եք քաղաքական գործիչ։ Այո, ճիշտ է, որովհետեւ իրենք բայց տարբերություն կա, մենք ընդդիմադիր ենք, իրենք իշխանություն են։ Չէ, բայց դուք էլ եք ուզում գալ իշխանության։ Բնականաբար։ Եվ երբ որ խոսում եք Հայաստանում ինչ պետք է լինի, հիշում եք հին անցած պայմանագրերը։ Այս ժամանակաշրջանում որ առ այսօր գործում է։ Հասկանում եմ, առ այսօր գործում էր նաև Վենեսուելայի անդամակցությունը ՄԱԿ-ում որպես անկախ պետության։ Աշխարհը Վեստֆալյան համակարգի ձևավորումից հետո, կներեք 17-րդ դարից ի վեր եւ ձևավորվեց Վեստֆալյան համակարգը, սկսեց աշխատել միջազգային իրավունքը եւ կամաց տեսեք, աշխարհի ոչ միայն հիմա, աշխարհի մեր այս պատմության տարբեր ժամանակափուլերում այդ միջազգային իրավունքը, աշխարհակարգերը փլուզվել են, որի արդյունքում եղել է առաջին աշխարհամարտը, երկրորդ աշխարհամարտը, բայց եթե ուշադիր ենք նայում, տեսնում ենք, որ յուրաքանչյուր թեկուզ հենց այդ աշխարհամարտերից հետո նորից միջազգային հանրությունը վերադարձել է միջազգային իրավունքին։ Հիմա վերադարձել է միջազգային իրավունքին։ Ոչ, հիմա նորից խախտվել է։
Հիմա Բայց նորից դուք հաղթել մտածում եք, որ էլի վերադառնալու է։ Այո, վստահաբար, դա ես չեմ ասում, դա պատմություն է ցույց տալիս առաջին աշխարհամարտից հետո չվերադարձան, Իսկ չեք վախենում, որ այն ժամանակ, երբ որ վերադառնա միջազգային իրավունքի օրը ժամանակաշրջանը գա, Հայաստան այլևս չի լինի։ Այո, դա շատ մեծ հավանականություն է, բայց եկեք մի հատ նայենք։ Առաջին աշխարհամարտից հետո գնացին Վերսալում, Վերսալ-Վաշինգտոնյան համաձայնությունների, երկրորդից հետո գնացին Պոտսդամյան համաձայնություններին, Սառը պատերազմից հետո գնացին այլ համաձայնությունների եւ նոր աշխարհակարգի, բայց միշտ գնում են, տեսեք, խանդվում է, բայց միշտ գնում են։ Պետություն պետք է լինի, որ մենք էլ մասնակից լինենք այդ նոր աշխարհակարգին։ Այո, մեր հենց ընդդիմադիր ուժերին նաեւ ասենք։ Դիմենք նաև մարդկանց, որոնք պատրաստվում են ձայն տալ Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարությանը։ Այս մասին մեր այս բանն էլի անենք, ոնց որ ուշադրությունը սևեռենք, որ այստեղ անկախության, տարածքային ամբողջականության եւ մեր Իսկ չեք կարծում, որ ավելի ազնիվ կլինի նույն ընդդիմադիր բոլոր ուժերին, որ իրենք էլ հայտարարեն եւ տեղյակ պահեն իրենց պոտենցիալ ընտրողներին, որ այո, մենք բոլորս շատ տարբեր ենք եւ մեղմ ասած իրար չենք սիրում ընդդիմադիր ուժերով, բայց X ժամի մենք բոլորս անպայման միասին կգործենք, պետք կլինի կոալիցիոն կառավարություն կկազմենք Փաշինյանին հեռացնելու համար։ Քանի դեռ այս ընտրողը, հայաստանցի ընտրողը այդ սիգնալը ձեզանից չի ստացել բոլոր ընդդիմադիրներից, խելացի մարդիկ, նորմալ մարդիկ, ովքեր որ չեն սիրում Փաշինյանին, ովքեր որ Հայաստանի սպասող բոլոր վտանգները շատ լավ հասկանում են, իրենք նաև հասկանում են, որ սենց տրամադրություններով այս ընդդիմությունը գնալու են ընտրությունների ու էլի չեն կարողանալու Փաշինյանին հեռացնել։ Նույնիսկ եթե մի քանի ուժ անցնի ազգային ժողով։ Գիտեք, այդ որ ասում եք շատ լավ է, բայց շատ բան ենք մենք ընտրողների հետ ընտրողների վրա շատ ենք մեղադրանքներ ներկայացնում։ Այս մարդիկ արդեն, գիտեք, այս մարդիկ իրոք հոգնել են։ Մի հատ նայեք էլի մեր քաղաքական դաշտի ինչ է կատարվում։ Հենց նույն նորից գալով դուք ասում եք ընդդիմադիր ուժերը ժողովրդի հետ կոչի չեն արել, ընդհակառակը այլ կոչեր են անում։ Քիչ առաջ խոսեցինք այդ մասին։ Ընդդիմադիր ուժեղ բլոկներ գոյություն ունեն, բավականին այսպես իրենց էլ եմ այդ հարցերը տալիս, միայն ձեզ չեմ տալիս։ Իրենք գիտեմ, իրենք բան են անում։ Դուք երիտասարդ եք, դուք կարող եք համաձայն եմ, տեսեք, բայց իրենց վրա են բևեռում։ Ստվերելով մյուս ընդդիմադիր ուժերին։ Հələ հարցը իրենցից ոմանք անցնելու են ընդհանրապես պարլամենտ թե չէ։ Հարցեր կան այդտեղ։ Չգիտեմ, ընտրությունը ցույց կտա, բայց անընդհատ իրենց վրա են քաշում, բացի մեզից այլ ուժեր չկան, ով ասեց։ Օրինակ մենք նման բան երբեք չենք ասում։ Ես իմ խոսությունում չունեմ նման արտահայտություն, որ մենք ենք, չգիտեմ, մաքսիմում մենք ասում ենք, որ ժողովուրդը պիտի որոշի։ Չընտրեն նախկին ու ներկա իշխանություններին, կամ նրանց հետ համագործակցային ուժերին, թող ընտրեն նոր ուժերին, ներողություն, ընտրում են նոր ուժերին, մեզ եւ մեր նման այլ ուժերին, ոչ միայն մեզ, որպեսզի մենք գնանք առաջ։ Եվ ամենակարևորը ես շեշտում եմ, որ նոր ուժերին ընտրելով այնպես չի, որ ամեն ինչ այսպես լավ է դառնալու ամեն ինչ, չէ, սա մի առաջ քայլ է, նոր որակի քաղաքականություն ունենալու եւ վերջի այս իշխանությունից ազատվելու համար։ 2018 թվականին սա միշտ ասել եմ ու միշտ կրկնելու եմ, մարդիկ դուրս չէին եկել Նիկոլ Փաշինյանի համար, ասում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է փոխվի, մենք ավելի լավ երկիր ունենանք։ Ու մենք տեսանք ինչպիսի խայտարակ իրավիճակ եղավ։ Այդ մտայնությամբ մարդիկ այնտեղ չեն ասում մենք ընտրելու ենք Նիկոլ, ասում են թող եթե սա պետք է գա, ոչինչ թող գա, առաջ գնա, վատ կլինի կփոխենք։ Լավ կլինի թող մնա։ Առաջ քայլի խնդիր կա մեր հասարակության մեջ, բայց կան ուժեր Հայաստանում, որ մեզ թույլ չեն տալիս, մեզ նկատի չունեմ, այսպես բռնել են կամ բան, այսինքն իրենց հասարակության ազատությամբ մեզ թույլ չեն տալիս այդ պետությանը այդ սերնդափոխություն իրականացնել։ Առաջ քայլը մեզ թույլ չեն տալիս, որը խնդրահարություն։ Եվ այստեղ հարցը առաջանում արդյոք իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է թե ոչ։ Երիտասարդ քաղաքական գործիչ եք եւ ի տարբերություն ավելի տարիքով մեծ քաղաքական գործիչներից ավելի անկեղծ եք եւ ձեր այս խոսքից ես հասկանում եմ, որ անդիմադիր ուժերը շարունակում են միմյանց դեմ պայքարը նույնիսկ ավելի կոշտ պայքարը, քան պայքարում են Փաշինյանի դեմ։ Եվ իսկապես մի քիչ սարսափելի պատկեր է, որովհետև չհասկանալ, դուք հասկանում եք, չէ՞, ինչ է լինելու, եթե
Փաշինյանը վերընտրվի։ Ես հասկանում եմ։ 5 կետից թվարկեք ինչ է լինելու ըստ եթե Փաշինյանը վերընտրվի։ Ինչի 5 կետից։ 5 կետ գոնե, Ես մի կետով կարող եմ ասել, Հայաստանի անկախությունը այս արդեն խարխլված անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ես ընդհանրապես իր իշխանության պայմաններում չեմ կարողանում պատկերացնել։ Նորից վերջերս բացահայտում տեղի ունեցավ, Նման Թաթյանը այդ բացահայտումն արեց տարածքային նվաճումների հետ կապված նախորդ տարի։ Դու պատկերացնում ես ընդհանրապես մենք ընդհանրապես ոնց ենք ապրում մի իրականության մեջ, մի հասարակության հետ մեկտեղ ինքներս մաս ենք դրան մի պայմաններում, որտեղ քո սեփական երկրից հող են նվաճում։ Սկսում են կառուցել ինչ որ ռազմական կառույցներ, դրա մասին իշխանությունը ոչ միայն նախ չի կասեցնում, մի հատ հասարակությունից թաքցնում է։ Հետո էլ վեր են կենում ասում են սուտ եք խոսում։ Տարածքային կորուստներ, օքեյ։ Հետո ես ուզում եմ որ դուք թվարկեք այն աղետները, որոնք կարող են տեղի ունենալ եւ որոնք անմիջապես կազդեն հասարակ հայաստանցիների Նիկոլի ընտրողների կյանքի վրա։ Ես իմ Նիկոլին ընտրողները իրանք ունեն իրենց Գիտեք, մի հատ ուրիշ բան ասեմ, եթե տենց ենք նայում հարցը, եկեք մի հատ պատմության խորք գնանք 1915 թվականին աղետալի ցեղասպանության ժամանակ եւ դրան նախորդած շրջանում կային քաղաքական ազդեցիկ ուժեր, որոնք սկսեցին համագործակցել երիտթուրքերի հետ։ Դրա դիմաց ստանալով, չգիտեմ, ազատություններ, падգամավորական մանդատներ պարլամենտում։ Այդպես չէր մի քիչ։ Դա եղել է 1909 թվականին, երբ երիտթուրքերը ասել են, որ փոքրամասնություններին, ոչ միայն հայերին, որ եկեք բոլորս միավորվենք եւ մեզ էս կբերենք սահմանադրական փոփոխություններ, սահմանադրական ռեֆորմներ եւ Օսմանյան կայսրությունը ավելի նման կլինի եվրոպական երկրի եւ Հայաստան հայերը, քանի որ իրենք բավականին հարուստ են, նաեւ իրենց ֆինանսավորմամբ աջակցել են, որ երիտթուրքերը գան իշխանության։ Իսկ դրանից հետո ինչ են արել։ Ցեղասպանություն։ Մի րոպե, այստեղ մի շատ կարևոր նրբերանգ կա։ Սրել են հայդուկային խմբերը, որոնք ինքնապաշտպանական ուժեր էին։ Իրենց կուսակցական քաղաքական ծրագրերից հանել են ապստամբության եւ ընդհանրապես Հայաստանի պետության եւ գաղափարը։ Իրենք մտածում են, որ դա եղել է մինչև 1914 թվականը, մինչև առաջին համաշխարհային պատերազմը, որովհետեւ իրենք մտածում էին, որ Թուրքիայում կկարողանան նորմալ ինչ-որ ապրել, սովորական, այո, անկախության գաղափարը գոյություն չուներ, ինքնուրույնության ճանաչել են տարածքային ամբողջականությունը Օսմանիա։ Շատ բարձ պատճառով գոյություն չուներ Շահեն, որտեղ Օսմանյան կայսրությունում չկար մի մեծ շրջան, որտեղ հայերը կկազմեին մեծամասնություն։ Բայց տեսեք, կային ուժեր, որոնք ասում էին, այդքան մի սերտեցեք թուրքերի հետ։ Շատ լավ, դուք գտել եք ձեր ճանապարհները, բայց վտանգ կա պարունակվող։ Այստեղ վտանգավորը թուրքերի հետ այսքան սերտեցումը չլսեցին, այդ մարդիկ մնացին փոքրամասնություն ու ստացանք մենք այդ աղետալի ցեղասպանությունը։ Ինչի էին ցրում հայդուկային խմբերը, ինչի էին ճանաչում տարածքային ամբողջականությունը։ Լավ զգուշավորություն չունեին այդ մարդիկ պահելու թուրքերից։ Գալով մեր օրեր, չէ, գալով մեր օրեր։ Այս մարդիկ են ճանաչում տարածքային ամբողջականությունները, այս մարդիկ են ասում, որ պետքա բանակը չգիտեմ ինչ լինի։ Իսկ կարող է գուցե այդ վտանգները կրկնվի ինչպես եղավ նախորդ տարի ընթացքում։ Բավականին հետաքրքիր է ձեզ հետ խոսել, ցավոք մեր ժամանակը արդեն սպառվել է։ Եվս մեկ հարց ձեզ տամ, ըստ ձեզ ենթադրենք ամեն ինչ ստացվեց, անդիմություն ընտրություններից հետո կարողացավ կոալիցիոն կառավարություն կազմել, որովհետև գիտեք, չէ՞, ինչ կլինի, եթե չպայմանավորվեք կոալիցիոն կառավարության շուրջ։ Ինչ կլինի։ Դա եկեք խոսենք հետո ես նորից եմ կրկնում։ Չէ, ինչ կլինի ըստ օրենքի, ինչ կլինի, եթե երկրորդ փուլ է գնում։ Եվ ովքեր են առաջին եւ երկրորդ ուժերը։ Հասկանալի է։ Հա, բայց մի բան էլ ես ասեմ օրենքի տեսանկյունից, որ գիտեք, որ կոալիցիոն կառավարություն կարող է ծրել 3 ուժ ոչ ավել։ Ով է ասել նման բան կա մեր օրենքում։ Այո, 3 ուժ եւ ոչ ավել։ Եվ առաջին հնարավորությունը թույլ է տալիս իշխանությանը ձևավորել կոալիցիան, իշխանությունը թե չի ստացվում նոր։ Այսինքն իշխանությանը ինչ անշանակում իշխանությանը։ Այդտեղ է համանդրական տվյալներ ունեմ, մենք դա ուսումնասիրենք, ես եւս մեկ անգամ անպայման ձեզ կկանչեմ ոդքասթի, որովհետեւ ձեր կերպարը բավականին հետաքրքիր է, իսկապես հետաքրքիր է, դուք խորքային գիտելիքներ ունեք, դուք փորձում եք հարցին
հարցն ուսումնասիրել այսպես ավելի խորական սովորական մեր քաղաքական գործիչներն են դա անում, դուք նոր սերնդի ներկայացուցիչ եք։ Ես եւս մեկ անգամ անպայման ձեզ հետ կզրուցեմ եւ համոզված եմ, հուսով եմ, որ մենք հունիսի 8-ին միասին նաեւ ձեզ հետ, ես բոլորի հետ հունիսի 8-ին անպայման ուզում եմ շամպայն խմել Նիկոլ Փաշինյանի հեռացման առիթով։ Հուսով եմ նաեւ ձեզ հետ դա կանեմ։ Ես հա շամպայն էլ կարծում եմ գինել կխմենք շամպայն Նիկոլ Փաշինյանի հեռացման համար եւ գինի նոր որակի քաղաքական դաշտ ունենալու կապակցությամբ, որովհետեւ եթե մենք չփոխենք մեր քաղաքական դաշտը, մենք չփոխենք մեր մտածողությունը, մենք նոր արժեքների վրա հիմնված քաղաքական դաշտ եւ հասարակություն չունենանք եւ չստեղծենք, միշտ կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանի պես մարդու, որ մենք կտեսնենք Հայաստանի իշխանության։ Որպես ձեզանից շատ ավելի մեծ մարդ, պարզապես մի խորհուրդ, հնարավորինս շատ երիտասարդներ ներգրավեք այս գործընթացներին եւ բոլոր երիտասարդներին համոզեք, որ անպայման գան եւ մասնակցեն ընտրություններին։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ